Մարդու փրկության երաշխավորում մարդու ամբողջական լինելն է։ Եվ պատահական չէ, որ տարբեր լեզուներում ամբողջական բառը եւ սուրբ բառը իրենք նույն արմատ են։ Ինչպես անգլերենում կա holy եւ whole ամբողջական, գերմաներենում hail, լատիներենում sanctus։ Դրանք բոլորը նույն արմատ են, ցույց տալով, որ սուրբ մարդը այն մարդն է, ով որ ամբողջական է, ով որ բաժանված չէ։ Եվ Քրիստոսի բերած սրբության ճանապարհը ոչ թե մարդու անսխալական լինելու մեջ է, այլ մարդու ամբողջական լինելու մեջ։ Որ Նարեկացին բացում է իրեն ամբողջությամբ մերկացնելով իր հոգին, իր ցավերը, իր անկումները, իր հիվանդությունները, իր տկարությունը, իր բոլոր սայթակումները Աստծո առջև, նաև մարդկանց առջև, եւ դրանով է մարդը բժշկվում։ Եվ մեր ժողովրդի մեջ ինչու է տարածված այդ ընկալումը, որ Նարեկը բուժում է։ Մարդիկ նույնիսկ գրքին են վերագրում այդ բժշկության հատկությունները, բարձի տակ դնելով եւ այլն։ Դրա իմաստը հենց այն է, որ Նարեկի բովանդակությունը, մարդու անկեղծությունը Աստծո առջև, քո հիվանդությունը, քո վերքը, քո ցավը բացել է Աստծո առջև եւ հայցել է ողորմություն, տալիս է մարդուն առողջություն, ամբողջականություն։ Դու չես կարող լինել Աստծո հետ քո աղոթքի մեջ ամբողջությամբ բաց եւ անկեղծ եւ աղոթքից հետո դիմակ հագնես եւ քո դիմացինի հետ խոսես լրիվ այլ ոճի մեջ։ Դա այդ նույն երկակիության շարունակություն նշանակում է, որ դու չհասկացար ինչի համար դու աղոթեցիր։ Դու չհասկացար ում առաջ ես դու կանգնել, որովհետև դու Աստծո առաջ ես ոչ միայն երբ որ դու ուզում ես կանգնել Աստծո առաջ, այլ դու միշտ Աստծո առաջ ես։ Քրիստոս ոչ թե գալիս է եւ հանում է քեզանից այդ դիմակը, ստիպում է քեզ գնալ այդ դժվարին քայլին, այլ Քրիստոս տալիս է քեզ հնարավորություն ապրելու առանց կարիքը ունենալու հագնելու քո դիմակը, որտեվ Աստվածային պարզության մեջ ամեն ինչ կա։ Այդ պարզությունը իր մեջ ներգրավում է բոլոր դաշտերը եւ մարդը դառնում է լիարժեք, ամբողջական, հաղորդակցության մեջ իր բնության հետ, շրջապատող աշխարհի հետ, Աստծո հետ, իր դիմացինի հետ եւ վերջո իր հետ, գտնելով այդ իրական առողջությունը, այսինքն ողջությունը, որի գրավականը իր եւ Աստծո անկեղծ, սուրբ եւ սիրով լցված հարաբերություններն են։